784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, 3000 տոննա ծիրան, 1,4 տոննա կեռաս եւ ոչ միայն սրանք են հունիսին Հայաստանից արտահանված ապրանքների մի մասը։ Արտահանողների հանդեպ պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ է 3 միլիարդ 140 միլիոն դրամ փոխհատուցում։ Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մենք կարող ենք արձանագրել, որ մեր տնտեսության ոլորտում բալանսավորման քաղաքականությունը ընթացքի մեջ է։ Իհարկե պարզ է, որ դա մի գործողությամբ եւ ամբողջական ծավալով չի լինելու, բայց կարևոր է, որ եւ նաեւ մեխանիզմը եւ թվաբանությունը, որովհետեւ 3 միլիարդ մի ամսվանն է դա։ Այսինքն մի ամսվա ընթացքում 3 միլիարդ, այդ նշանակում է, որ արդեն արտահանումը շատ ծավալուն էական ծավալներ է ձեռք բերում եւ սա կարեւոր արձանագրում է։ Այս պահին հայկական շուկայում ակնհայտ գնանկում է գրանցվել միայն 2 ապրանքատեսակի համար՝ լոլիկ եւ վարդ։ Ընդ որում ծաղկի շուկայում վերջին օրերին արտահանման ծավալների ավելացման միտում է արձանագրվել։ Մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ արտահանել ենք աշխարհի 15 երկիր, ծաղիկ 25 երկիր եւ բանջարեղեն 8 երկիր։ Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների կարգ կգործի։ Դրանց հաշվարկման կարգի մասին նիստում զեկուցեց նախարարի առաջին տեղակալ Լենան Անուշյանը։ Նախագիծը ուժի մեջ կմտնի 2029-ի հունվարի 1-ից, սակայն նախնական հաստատումը հնարավորություն կտա նախապատրաստելու էլեկտրոնային գործիքը եւ ոչ միայն։ Մենք օրենքով սահմանել էինք, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվում են բոնուսային միավորներ, եթե տվյալ տարվա ընթացքում վերջինիս անունով բացի կանխարգելիչ ծառայությունից, այսինքն սկրինինգներից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ Այս դեպքում արդեն տարվա ավարտից հետո անձի բոնուսային հաշվին փոխանցվում են նախնական բոնուսային միավորները։ Սահմանել ենք նաև լրացուցիչ ցուցանիշներ, որ օրինակ, երբ ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավող ցուցանիշներ, օրինակ մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում եւ այլն, ապա այդ դեպքում կիրառվում են նաև բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործողություններ։ Վարչապետը նշեց, որ նորամուծությունը պետք է ունենա հստակ կանոններ եւ հեշտությամբ ստուգվող մեխանիզմներ, օգտատերերի անազնիվ վարքագծից խուսափելու եւ գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար։ Քննարկում ենք հարց համար 15-ը սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ 2026-ի հուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Շահառուի կարգավիճակ ստացել է արդեն 3222 ընտանիք, որոնցից 2695-ն արդեն վարկավորվել է, իսկ 356-ը ներկայացրել կառուցապատման ավարտական ակտ։ Դեռևս 2026 թվական մարտ ամսին կառավարության որոշմամբ մենք զգալի ընդլայնել ենք սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այն ժամանակվա դրությամբ ծրագրի գործող քվոտաները եղել են 2400 եւ իմ նշած ընդլայնմամբ մենք շուրջ 1420 քվոտայով ավելացրել ենք քվոտաների քանակը եւ ըստ այդմ մենք այս պահին ծրագրով ունենք շուրջ 3820 քվոտա։ Այս ծրագիրը շարունակաբար կշտկվի եւ կկատարելագործվի շահառուների համար հասանելիությունն ընդլայնելու եւ դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։